Երրորդ օրն է ուկրաինացի զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենաները կանգնած են ռուս-ուկրաինական սահմանին։ Սարցախցիկում 1212 մարմին կա, մնացածն էլ երկաթուղով են տեղափոխելու։ Կիևից դեռ չեն եկել զինծառայողների մարմինները տանելու։ Ուկրաինական կողմը պատճառաբանում է, որ մարմինների հայրենադարձման եւ փոխանակման վերաբերյալ հստակ ամսաթիվ չի որոշվել։ Զապորոժիայի նահանգապետ Եվգենի Բալիցկինը հրապարակել էր ուկրաինացի զոհված զինծառայողների նույնականացված ցուցակը, որը Կիևը 3 օր է չի ընդունում։ Աշխարհի տարբեր երկրներից եկած լրագրողները հենց դեպքի վայրից են արձանագրում։ Կիևը սահմանին է թողել իր զինվորների մարմինները։ Չեն բացառում, որ Զելենսկին միտումնավոր թույլ չի տալիս տանել մարմինները, որ իր ժողովրդից թաքցնի զոհերի իրական թիվը։ Ըստ հունիսի 2-ին Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածության գերիների փոխանակումը պետք է լիներ հունիսի 7-ից 9։ Դեռ շաբաթ օրը Ռուսաստանի նախագահի օգնական Մեդինսկին հայտնել էր, որ Մոսկվան պատրաստ է փոխանցել ուկրաինացի զինծառայողների մարմինները եւ ռազմագերիների ցուցակները։ Սակայն ուկրաինական պատվիրակությունը փոխանակման չի եկել։